չհաջողվեց պահել ձեր մանդատը, այն փոխանցվեց Նարեկ Միրզոյանին։ Ամեն դեպքում դուք ձեր համար պարզեցիք, թե ինչ է կատարվել, կապ հաստատել, հաջողվեց Կարեն Բադալյանի հետ։ Ոչ, դեռ կապ հաստատել չի եղել, չենք խոսել, չենք կարողացել կապ հաստատել, իսկ ինչ մնում է նույն մանդատի հետ կապված, այո, մեր թիմը բավականին լուրջ պայքար մղեց այդ ուղղությամբ, բոլորդ տեսել եք, թե այստեղ մեր իրավաբանները ինչ պրոցես իրականացրեցին եւ ես ազգային ժողովում նաեւ իմ ասուլիսով ներկայացրեցի, մեկնաբանեցի, թե ինչ է կատարվում Գյումրի քաղաքում, ինչ պրոցեսներ է գնում եւ այդ ամեն ինչը կոնկրետ պայմանավորված էր, այսպես բարձրաձայնումը պայմանավորված էր նրանով, որ փորձում էին օրենք խախտել, այսինքն մեր ավագանին դիմում է գրել դուրս գալու եւ դիմումը գրելուց հետո քաղաքապետը արձանագրությունը կազմել է եւ տվել է առաջ, որից հետո արդեն այդ մարդը համարվում էր ոչ ավագանի, այսինքն մանդատը արդեն կորցրած է համարվում։ Դրանից հետո արդեն ասել եմ, խոսել եմ այդ մասին, դրանից հետո հանձնաժողովը պարտավոր էր նիստ գումարել 7 օրվա ընթացքում, նաև այդ 7 օր եւ 7 աշխատանքային օր էդել էր վիճելի մեծամասամբ ինքը ավելի շատ 7 օրվա ընթացքում պիտի արվեր, 7 օրվա ընթացքում պիտի նիստ անեին եւ ընդամենը հանձնաժողովը արձանագրություն կազմողներ եւ մանդատը հանձնողներ, ընդամենը մանդատը փոխանցողներ եւ հանձնաժողովը այդ ընթացքում փորձում էր ցկցկել, այսինքն ժամանակ էր խաղում եւ դա մեզ արդեն պարզ էր, հասկանալի էր, դրանից հետո մեզ հասած ինֆորմացիայով, որ նաեւ Կարենը Բադալյան դադի է տվել, այսինքն դադարան է դիմել այդ առումով, նաեւ այստեղ հասկանալի էր հանձնաժողովի, այսպես դանդաղելու, հանձնաժողովի ցրողական վերաբերմունքը, որ ամեն ինչ արվում էր արդեն պարզ է մեզ, թե այդ ամեն ինչի համար արվեց, արվում էր նրա համար, որ դադարանը վարույթ ընդուներ եւ դադարանը կասեցներ հանձնաժողովի տվյալ գործով գործունեությունը, որպեսզի հանձնաժողովը չկարողանար փոխանցել մանդատը եւ այդ դատական process-ների արդյունքում ցկցկելով փորձեին այդ հարցը այնպես անեն, որ մեր քաղաքախմբակցությունը 6 մանդատի փոխարեն ունենար 5 մանդատ։ Ամբողջ process-ը այդ էր, դատական վարույթը, որ ընդունվել է եւ այդ դիմումը, դատարան դիմումը, որ նայում ես, այնտեղ ընդանուր առմամբ, նույնիսկ նույն Կարեն Բադալյանի այդ բողոքի ենթատեքստներ էր, որը հասկանալի էր, նաեւ այդ երկու էջանոց բողոքը, որ գրել է, դատարան դիմել է, նաեւ այդտեղ հասկանալի է, որ նաեւ գալիս է փաստելու այն մասը, հանգամանքը, որ իրականում ինչ որ մարդիկ Կարեն Բադալյանի փոխարեն այդ ամեն ինչը անում են եւ ներկայացնում են, որպեսզի կարողանային այդ մանդատը ծառայեցնեին իրենց նպատակին։ Ձեր հարցազրույցներում շատ դրական է արտահայտվում Կարեն Բադալյանի մասին, այսինքն դուք չեք սպասում, համոզված չեք, որ նա է հենց անողը։ Դե հասկանալի է, որ ինչ արվում է իր ձեռով է արվել, այդ ընթացքում ինչ արվել է իր ձեռով է արվել, բայց թե իր կամքով էր իրականում, թե իր կամքով չէր, այդ էլ ժամանակը ցույց կտակ, տեսնենք, թե ինչով էր պայմանավորված, քանի որ մինչև օրս Կարենի հետ չենք խոսել, չենք զրուցել, չենք հանդիպել, չենք կարողացել հանդիպել Կարենին եւ իրականությունը հասկանանք, թե ինչով էր պայմանավորված, եթե մարդը գալիս է ինքը իրենով խնդրում է, բացատրում է, արգումենտները բերում ենք, հասկանում ենք, դրության մեջ մտնում ենք եւ դրանով պայմանավորված ինքը ինքնակամ դիմում է գրում դուրս է գալիս ու այն պայմանով, որ ինքը մնում է մեր թիմի
անդամ, ինքը նույնիսկ հավականում նիստերին ոչ հավականում կարգավիճակով պատրաստակամություն է հայտնում գալ, մասնակցել, այստեղից հետևություն, որ իրականում այդ մարդը, որ ասում էր աշխատանքի անցնելու խնդիր, ինքը անձնական բնույթի խնդիր ուներ եւ անձնական բնույթի խնդիր ունենալով մարդը պատրաստ էր թիմի մեջ մնալ եւ դրանից հետո չկա բացարձակ մի բան, որ մտածես թե ինչն էր պատճառը կամ ինչ կարող էր պատճառ լինել, որ Կարենը աներ այն քայլերը, ինչ որ այս պայծրությամբ արվում է, այսինքն գնալ դիմում է հետ դիմել էլեկտրոնային, ինչքան գիտեմ, էլեկտրոնային գրել դիմում է հետ ուզել, դրանից հետո մի քանի րոպե հետո դիմում գրել խմբակցությունից դուրս գալու մասին, որը ընդհանրապես անհասկանալի էր եւ դրա մասին ինքը նաեւ պարտավոր էր խմբակցությանը գրելու ըստ օրենքի, ոչ միայն քաղաքապետարան, այլ նաեւ մեզ պիտի տեղեկացներ, խմբակցությանը պիտի դիմեր այդ մասով, օրենքը այդպես է պահանջում ու դրանից հետո արդեն նաեւ դատի տալը, դատական process-ներ իրականացնելը։ Այնուամենայնիվ այս մասով գործը դատարանը ոնց որ թե վարույթ վերցրել է եւ մենք կարող ենք ասել, որ համակարգված համագործակցություն է եղել այդտեղ, որբիսի կարողանան կանխեին մանդատի փոխանցումը հաջորդ համարին։ Իսկ այս դեպքում դատարանը որևէ շանս ունի օգուտ Կարեն Բադալյանի որոշում կայացնելու։ Դե մենք հետևողական ենք լինելու, փաստաբանները ուշադրության կենտրոնում են պահելու, եթե զգացինք, որ կարիքը կա չնայած ըստ մեր ունեցած ինֆորմացիայի շատ թույլ եւ սխալ հիմքերով առաջ տրված գործ է, բայց այնուամենայնիվ մենք հետևողական ենք լինելու, պայքարելու ենք մեր մանդատի համար, ինչպես տեսակ, այո, փորձ արվեց, բայց մենք մեր թիմով պայքարեցինք ու այս պայքարությամբ մենք հաջողել ենք, թույլ չտվեցինք, որպեսզի այն ինչ որ իշխանությունը, որը նաև այսպես ասեմ, բնական է, իշխանությունն է, փորձում է, ամեն ինչ անելու է, որպեսզի կարողանա այս պայքարությամբ Գյումրի քաղաքում իշխանությունը խլել, մեր պահով մենք ամեն դեպքում կարողացանք այս մի process-ների դեմը, այսպես ասեմ, առնել, իսկ դատական process-ներին մենք պատրաստ ենք դատի են տվել, դատական process-ներ են իրականացնում, մենք պատրաստ ենք, մենք գնալու ենք մինչև վերջ։ Պարոն Գրիգորյան, Գյումրիում խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ Կարեն Բադալյանի վրա փորձել են ներազդել օրենքով գողերի միջոցով։ Ինչ կասեք այս խոսակցությունների մասին, սրանք սին խոսակցություններ են, թե իրականությանը մոտ են, իդեպ այս թեմայի շուրջ նաև պարզաբանումներ ես փորձել եմ ստանալ ձեր խմբակցության ղեկավարից, նա անտեղյակ էր, բայց վստահ եմ, որ դուք լսել եք այս խոսակցությունների մասին։ Նունե ջան, իսկ ովքեր են այդ մասին խոսողը քաղաքում, օրինակ հետաքրքիր է ովքեր են, կան իրականում կան այդ մարդիկ, լսել եք, իրականում կա այդ խոսակցությունները։ Ես օրինակ խիստ կասկածում եմ, որ քաղաքում նմանատիպ խոսակցություններ կա ու շրջանառվում է։ Բայց որ շահագրգիռ մարդիկ կարող է լինեն նմանատիպ խոսակցություններ քաղաքում տարածելու, այդ հասկանալի է։ Ու այդ շահագրգիռ կողմը հասկանալի է նաև ով են։ Շահագրգիռ կողմը հենց այն մարդիկ են, ովքեր որ ամեն ինչ անում են, ցանկություն ունեն Գյումրի քաղաքում թշնամություն սերմանել մարդկանց մեջ, թիմերի մեջ, խմբերի մեջ, տղաների մեջ, այդ ամեն ինչը հասկանալի է։ Եվ այդ ձեռագիրը արդեն պարզ է, որ այդ ձեռագիրը նույն իշխանության ձեռագիրն է։ Ինչ էր արվում այս ամբողջ ընթացքում։ Քաղաքապետի ընտրություններից հետո ամբողջ թիմը իշխանական, ու լավ ամբողջ ասեմ, տեղի պատգամավորները, որոշակի պատգամավորներ Երևանից թողել էին պետության, պետականության, Արցախի, արցախցիների խնդիրները, հարցերը, սահմաններ, մյուս եւ այդ մարդիկ դարդ ու ցավ չունեին, այս մարդիկ մտածում էին իմ մասին, մտածում էին, թե ես Գյումրի քաղաքում ինչ եմ անելու, ոնց եմ ապրելու, ոնց եմ դուրս գալու Գյումրի, ոնց եմ ժողովրդի հետ շփվելու, ու այդ ամբողջ ընթացքում այս մարդկանց խոսույթը որն էր։ Այդ ամբողջ ընթացքում այս մարդկանց խոսույթը թշնամություն սերմանելն էր։
թշնամություն, չգիտեմ դեպքերի մասին խոսելով, որը բացարձակապես իրանց խելքի բանը չէ, թե այն մարդկանց այստեղի գյումրեցիների, թե առավել ևս Երևանի պատգամավորների, որոնք բացարձակապես ոչ այդ ամեն ինչից գաղափար ունեն, ոչ էլ իրավունք ունեն այդ ամեն ինչի մեջ իրենց քիթը խոթելու։ Իրենց այդ ամեն ինչի արդյունքում իրանք ունեցան այն, ինչ ունեցան Գյումրիում, արձանագրեցին պարտություն, ու հենց այդ Երևանից եկած այդ նույն պատասխանատուների շնորհիվ էր, որ իրենք այսօր այստեղ Գյումրիում չունեն քաղաքապետ։ Այդ պարտությունը նաև իրանցով էր պայմանավորված, որովհետև իրենք Գյումրին չգիտեին, իրենք Գյումրիին չէին տիրապետում, որի արդյունքում ունեցան այն, ինչ ունեցան։ Իսկ այդ թշնամությունը ամբողջ խոսույթը գնում էր նրա մասին, որ թշնամություն ունեք, հարաբերություններ ունեք, դեպքեր էին հիշադակում, այրունի մասին էին խոսում, դուք պատգամավորներ եք, թե այստեղ հարցեր լուծող եք, թե ռազմորկը անող եք, թե ճիշտ ու սխալը որոշող եք այս քաղաքում, ով ում հետ քաղաքական թեմաները բերել խառնել անձնական թեմաների մեջ, ով եք դուք։ Դուք ձեր ապրած կյանքով ով եք, ձեզանից ինչ եք ներկայացնում, որ Գյումրի քաղաքում որոշեք, թե ով ում հետ ինչ անի։ Սա քաղաքականություն է, սա քաղաքական պրոցես էր։ Առաջի օրվանից Գրիգորյան Մարտունը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ համագործակցություն չի լինելու առաջի օրվանից։ Եվ մինչև վերջ Գրիգորյան Մարտունը պահել է իր խոսքը։ Ես իմ հարցազրույցի ասուլիսի ժամանակ էլ այդ մասին խոսել եմ, շատ չեմ ուզում մանրամասնել, բայց սրանց արածը ինչ էր, այսինքն խորացնել թշնամությունը։ Մարդ կար ասում էր, այնտեղ գյումրեցիների գլխից հանկարծ մազը լինի, չգիտեմ, էս լինի, այն լինի, բայց այդ ամեն ինչը մտածողը, այդ ամեն ինչի մասին մտածողները չէին մտածում, չէին գիտակցում, որ դրանով քաղաքում ավելի շատ խորացնելու են թշնամությունը։ Քաղաքական պրոցես է, ընդդիմությունը մասնակցել է ընտրություններին, 9-ից 8-ը ասել են, որ չենք համագործակցելու, եւ ընտրություններից հետո հավաքական ընդդիմության հաղթանակը ամրագրվել է, որ ընդդիմությունը հաղթել է։ Դրանով պայմանավորված այսպես խառնվել իրար, փորձել թշնամություն, հիմա այն չմարսեցին, տեսան, որ այդ խայցերը, իշխանական այդ մուտիլովկաները, այդ խայցերը կուլ չենք տալիս, դրանից անցան, վերջացրեցին, հիմա էլ անցել են այս պրոցեսների մեջ բերելով մարդկանց անուններ կամ գողական աշխարհը մարդկանց մեջ բերում են, դրանով փորձում են հիմա էլ մեկ ուրիշ մուտիլովկաներ անել։ Պիտի հիասթափեցնեմ այդ կազմակերպիչներին, ովքեր որ փորձում են ամեն ինչ անում են, որ խառնաշփոթ, թշնամություն, Գյումրիում արնայեղություն են ուզում, արուն են ուզում, սրդերը արուն է ուզում, այդքան 5000 զոհերը հերիք չէր, այդքան հաշմանդամները հերիք չէին մեզ, այդ պարտություններն ու պատերազմները մեզ հերիք չէր, հիմա էլի Գյումրիում սրդերները ուզում է թշնամություն իմ ու Վարդան Ղուկասյանի թիմերի միջև, թշնամություն իմ եւ Սարիկ Մինասյանի թիմերի միջև, թշնամություն Վարդան Ղուկասյանի ու Սարիկ Մինասյանի թիմերի միջև, թշնամություն քաղաքի տղաների միջև, որբիսի դե հասկանալ է իշխանության համար այդ թվարկածս մարդիկ ոչ մեկն էլ իրancs համար մեծ հաշվով նշանակություն չունի։ Իրancs համար նշանակություն ունի կոնկրետ մի բան՝ հասնել իրancs նպատակին։ Իշխանությունները միշտ էլ այդ են եղել։ Այնպես է, որ այն ասում է տառապանքս փորձ ունի։ Մշտապես տեսել եմ ես նմանատիպ բաներ, այս խառնակցությունները, բաժանիր որ տիրես, մարդկանց իրար մեջ լարել, թշնամություն սարքել եւ փորձել այս պայծրությամբ էլ տեսան, որ չկարողացան իրավական առումով այս հարցի թեմա առնեին, հիմա է փորձում են այս թեման գցել ինչ-որ մարդկանց գրբանը, որ այ այս մարդիկ են եղել կամ ի նկատի ունեն այս մարդկանց։ Ուրեմն այնքանը չհասկանալով, որ եթե ես շեշտադրում եմ, որ դադի է տվել մեզ Կարեն Բադալյանը, դադական պրոցեսները գնում, գործողություն է լինում, ոնց կարող է այդ մարդը ուղղորդվել այն մարդկանց կողմից, ով որ դադական պրոցեսների մեջ է մտնում, կամ այդ մարդիկ ինչ գործ ունեն ընդհանրապես քաղաքականության հետ, ինչ գործ ունեն քաղաքականության հետ կամ մտնեն քաղաքականության մեջ։
Այդ մարդկանց կյանքը լրիվ ուրիշ կյանք է, քաղաքականությունը լրիվ ուրիշ կյանք է, բացարձակապես իրար հետ կապ չունեցող կյանքերի մասին ենք խոսում։ Այստեղ հասկանալի է, որ մեկ ուրիշ խառնակցություն է Գյումրիում փորձում են ձևավորել մեկ ուրիշ խառնակցություն, որը իհարկե թույլ չենք տալու, կգա ժամանակը կպարզվի, կհասկանանք, ինչով էր պայմանավորված Կարենի Արասքայլը, ով էր մեղավոր, ինչու էս ամեն ինչը եղավ, ինչ էին ուզում, չնայած ինձ համար պարզ է, հասկանալի է, ընդունելի է, այս տարբերակը ինչի որ գնացինք, ինչի որ հասանք, մնացածը առաջ ասված, բայց ասեմ, որ իշխանությունը ու հատկապես Գյումրիում նույն իշխանության ներկայացուցիչները ոնց որ թե չեն հանդարտվում, ամեն առիթ բաց չեն թողնում, 4 քաղաքական ուժերը իրար հետ այսօր Գյումրիում իշխանությունը կազմում է կոմունիստական կուսակցությունը 3 քաղաքական ուժերի աջակցությամբ, իսկ իմ մասով ես իմ հայտարարության տեքստում մանրամասը ասել եմ, ներկայացրել եմ, երևի կարիքը չկա դրա մասին մանրամասը խոսելու, այդ ամեն ինչով պայմանավորված այսօր կոնկրետ թիրախում Մարտուն Գրիգորյանն է իր թիմով։